Եթերում հեռանկարն է։ Այս շաբաթվա իրադարձությունների առանցքում Հայաստանի և Ադրբեջանի հայտարարություններն էին, որ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքը ավարտված է։ Բայց արդյոք այս պայմաններում կարելի է ասել, որ մոտ է ստորագրումը։ Այս եւ այլ հարցեր կքննարկենք անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Ղևոնդյան, մեր հրավերը ընդունելու համար։ Երկու կողմերը հայտարարություն արեցին, որ ավարտված է, բայց մտահոգությունները շատ արտահայտվեցին, թե ինչ գնով։ Ի վերջո ինչ գնով է հաջողվում սա ավարտին հասցնել։ Նախ նշեմ, որ այնպիսի տպավորություն է, թե Բաքուն չէր կարծում, որ Հայաստանը համաձայնություն կտա, այդպիսի տպավորություն առաջացավ նրանից, որ անմիջապես համաձայնությունից հետո նոր առաջարկներ, նոր նախապայմանների նման ինչ-որ բան լսեցին Բաքվից, կապված սահմանադրության փոփոխության հետ, կապված Մինսկի խմբի լուծարումը մինչև պայմանագիրը ստորագրելը կատարելու հետ եւ ընդհանուր առմամբ կան բավական հիմնավոր կասկածներ, արդյոք Ադրբեջանը պատրաստ է կարճ ժամանակ անց ստորագրելու այնինչ արդեն փաստացի համաձայնեցված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Իսկ ընդհանուր առմամբ պետք է նշել, որ համաձայնությունը գոնե հետևելով վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի վերջին երկու օրերի խոսքերին, համաձայնությունը երկկողմանի է եւ համաձայնության արդյունքում Հայաստանը եւ Ադրբեջանը ունենալու են ինչ-որ մի փաստաթուղթ, որը խնդիրները չի լուծում, որը ընդամենը հնարավորություն է տալիս շարունակել աշխատել խնդիրների լուծման ուղղությամբ։ Այսինքն միակ լուծումը այստեղ շարունակությունն է, շարունակություն ապահովելն է երկու հարաբերություններում։ Ըստ ամենայնի լուծումը այստեղ ավելի շատ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոխվստահության ինչ-որ մթնոլորտ, գոնե նվազագույն մթնոլորտ ապահովելն է, որի արդյունքում որ հնարավոր կլինի հարցերի վերաբերյալ հետագայում ավելի սերտ շփումներ ունենալ, ավելի ռացիոնալ կերպով փորձել դրանք լուծել։ Տեսեք, խոսվում է համաձայնագրում Հայաստանում եւ Ադրբեջանում կամ այլ երկրում, կարևոր չէ այս դեպքում, դիվանագիտական մարմիններ ստեղծելու մասին, այսինքն դեսպանատներ ունենալու մասին, ինչը ակնհայտորեն ավելի սերտ կդարձնի շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Հիմա երկու կետում անհամաձայնությունները շատ էին, վերջը սա ցույց տվեց, որ երկու կետում էլ որ համաձայնություն եղել է եւ ըստ այդմ տեքստը ավարտված է։ Այդ երկու կետերը վերաբերում էին դրանցից մեկը վերաբերում էր դատական հայցերի հետ կանչմանը, երկրորդը վերաբերում է երրորդ ուժին։ Դատական հայցերին անդրադառնալով, ինչ է տեղի ունենալու, օրինակ, եթե դատական հայցերը պետական մակարդակում հետ են կանչվում, իսկ արդեն կայացված այդ միջանկյալ վճիռների հետ կապված ինչ է լինելու։ Այն վճիռները, որոնք միջանկյալ են եւ որոնք ենթադրում են, որ հետագայում պետք է դատավարությունը շարունակվի, ըստ ամենայնի իրավական գործընթացը կավարտվի հետ կանչմամբ, այն վճիռները, որոնք որ ունեն նշանակություն արդեն անբեկանելի, ես կարծում եմ կլինեն այդպիսի վճիռներ, այդ վճիռները արդեն ուժի մեջ են մտել, այնպես որ դրանց վերաբերյալ հետագայում ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն կարող գործողություն ձեռնարկել։ Կարծում եմ սա ավելի շատ իրավական հարց է, բայց առաջին տպավորությունն այն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը մինչեւ ստորագրելու պահը եղած հարցերով միմյանց նկատմամբ իրավական որևէ խնդիր չեն ունենալու։ Սա պետական մակարդակում, սա չի վերաբերում օրինակ մասնավոր հայցերին։ Ոչ, չի վերաբերում մասնավոր հայցերին, Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները օրինակ կարող են հայցերով դիմել եւ արդեն կան ներկայացուցիչներ, ովքեր դիմել են, այդ գործերը շարունակվելու են, դրանց վերաբերյալ գուցե ստանանք վճիռներ։ Ինչ վերաբերում է երրորդ ուժին, միանգամից հասկացվեց, որ դա խոսք վերաբերում է Եվրամիության դիտորդներին։ Արդյոք երրորդ ուժը, այդ ուժ հասկացությունը հենց այդ քաղաքացիական առաքելությունն է։ Տեսեք, իմ պատկերացմամբ այստեղ կա 3 շերտ։ Առաջին շերտը հենց ձեր ակնարկածն է, արդյոք ուժ ասելով մենք կարող ենք հասկանալ Եվրամիության դիտորդներին, որովհետև ի վերջո քաղաքացիական առաքելությունը կարող է չդիտարկվել որպես ուժ, այլ դիտարկվել որպես հյուր։ Օրինակ, հյուր, որին ուղեկցել են ինչ-որ մի հատված Հայաստանի Հանրապետությունում, որտեղ ինչ-որ գործառույթներ են իրականացնում համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության հետ։ Եթե այդպիսին չէ տրամաբանությունը գործընթացի եւ եթե Հայաստանը դիտարկում է իսկապես նրանց այս կետի շրջանակներում, այստեղ գալիս է երկրորդ շերտը, ինչը նշանակում սահման, որովհետև այնտեղ նշված է, որ սահմանին պետք է չգտնվեն երրորդ ուժի ներկայացուցիչներ։ Ի վերջո սահմանը այդ Հայաստանի եւ Ադրբեջանի հատման կետից 1 կիլոմետր հեռավորության վրա 2, 3, 5 քանի կիլոմետրն է համարվում սահման։ Չի կարող սահմանից մինչև Երևան, այդ շփման կետից մինչև Երևան համարվել սահման եւ այս տրամաբանության մեջ գուցե Եվրամիության դիտորդական առաքելությունը շարունակի իր աշխատանքը
այսպես կոչված սահմանից դուրս, այսինքն եթե սահմանը մենք որոշում ենք կամ բանակցում ենք կամ միջազգային, ես չգիտեմ, իրավական առումով ինչ տարածությունն է համարվում սահման, դրանից դուրս, ապա դիտորդները կարող են ուղղակի չհատել այդ կետը եւ այլ հատվածից շարունակել իրենց գործառույթները իրականացնել։ Եվ ի վերջո երրորդ շերտը դա այն է, որ դիտորդական առաքելությունը միայն դիտում չի իրականացնում, նրանք ունեն տեղեկություններ հավաքագրելու գործառույթ, այդ տեղեկությունները փոխանցելու գործառույթ Հայաստանի Հանրապետության պաշտոնական մարմինների հետ համագործակցելու գործառույթ եւ այլն, բազմաթիվ գործառույթներ ունեն, որոնք իհարկե այդպես ամբողջանում են դիտորդական կոնկրետ գործառույթի հետ, դիտելու գործառույթի հետ, բայց դրանք նաև գործողություններ են, որոնցից շատերը կարելի է իրականացնել չգտնելով անմիջապես դեպքի վայրում։ Այսինքն նրանք կարող են տեղակայվել շրջկենտրոններում, նրանք կարող են տեղակայվել ավելի թիկունքային հատվածներում, չիրականացնել այդ երթերը, որոնք այժմ անում են սահմանի երկայնքով, բայց տեղեկություն հավաքագրել շրջկենտրոններում, որոշ դեպքերում համագործակցելով սահմանապահ ծառայությունների հետ, որոշ դեպքերում լինելով շրջկենտրոններում եւ այդտեղ իրավիճակը ուսումնասիրելով եւ այլն։ Այսինքն այստեղ բազմաթիվ են հնարավորությունները, որոնցից պետք է փորձել օգտվել։ Դուք հիշատակեցիք, որ Ադրբեջանը ըստ ամենայնի հույս ուներ, որ Հայաստանը չի համաձայնի եւ ըստ այդմ, այո, այլ կերպ ասած, կարծես թե կողմերն ուզում են մեկը մյուսի վրա գցել սխալ անելու գործառույթը, օրինակ, բայց իրականում Ադրբեջանի ցանկությունը որն է։ Վերջո որն է նրա մեծ ակնկալիքը։ Դեռևս նրանք ցկցկում են, այդ ցկցկելը կապված է աշխարհաքաղաքական իրավիճակի հետ։ Կար ժամանակ, երբ բավական լուրջ հույսեր ունեն եւ օրինակ իրենց փորձագիտական դաշտը ուսումնասիրելիս այդ տարբերությունը նկատվում է մինչև նոյեմբեր ամիսը եւ նոյեմբեր ամսից հետո նրանք բավական լուրջ հույսեր ունեին, որ Թրամփի կողմից Միացյալ Նահանգների նախագահ երկրորդ անգամ ընտրվելուց հետո ազատություն են ստանալու, Թրամփը գալու է եւ թույլ է տալու ուժեղին իր ուժերի իրավունքը իրացնել այնպես ինչպես նա ցանկանում է, իսկ քանի որ այս պահին Հայաստան-Ադրբեջան հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի է, այսինքն այլ խոսքով ուժերը իրենք են, իրենք կարողանալու էին ինչպես ցանկանան, այնպես լուծեն այս հարցը։ Հայաստանի ստիպեն զիջումների գնալ, այլ ավելի շատ հարցերում ստիպեն արտադրածքային միջանց տրամադրել եւ այլն։ Բայց նոյեմբերից հետո փոխվեց այս խոսույթը, որովհետեւ Թրամփի գալուստը նշանավորվեց ոչ թե նրանով, որ նա թույլ տվեց ուժերներին իրենց ուժը իրացնել, այլ նա խոսեց այն մասին, որ միակ ուժը ես եմ, միակ ուժը Միացյալ Նահանգները, մնացած բոլորդ պետք է նայեք ինձ եւ ես կորոշեմ, թե որտեղ ով ինչ կարող է անել։ Այսինքն ոչ թե ուժերներին հնարավորություն տվեց, այլ եկավ եւ ասաց, որ ուժերներ չկան, կամ մեկ ուժեղ, այդ մեկ ուժեղը ես եմ։ Այսպես շատ պարզեցրած իհարկե։ Այսօր Ադրբեջանը կարծես թե փորձում է ձգձգել գործընթացը, հասկանալ թե այս նոր աշխարհաքաղաքական իրավիճակը ուր է գնում եւ այդտեղ ինչին կարելի է ավելի շատ ձեռք գցել եւ ավելի շատ ստանալ։ Ես ենթադրում եմ, որ այստեղ միտում կա Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի փոխհարաբերությունների հնարավոր նորմալացման դեպքում Ադրբեջանի համար նոր դիվիդենդներ քաղելու։ Հիմա արդեն հայտարարություններ եղան եւ Միացյալ Նահանգներից եւ Եվրամիության տարբեր անդամ երկրներից, ինչպիսին է Միացյալ Նահանգների դիրքորոշումը։ Ես ավելացնեմ Չինաստանից հայտարարություն եղավ, ՆԱՏՕ-ից հայտարարություն եղավ, կարծես թե այս հայտարարությունները խոսում են այն մասին, որ միջազգային հանրությունը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանը ի վերջո ստորագրեն այս համաձայնությունը, բայց շատ ավելի կարևոր է իմ նախորդ հարցին ձեր տված պատասխանի համատեքստում, շատ ավելի կարևոր է Թրամփի վերաբերմունքը, անձամբ իր վերաբերմունքը, որովհետև մենք Ռուբիոից ենք լսել հայտարարություն, բայց Թրամփի կողմից անձամբ հայտարարություն չի եղել, որովհետև կա ենթադրություն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդ համաձայնության ստորագրումը Թրամփը կարող է ворթեգրել, այսպես ասենք, ճակերտներում իհարկե, եւ այս օրինակի վրա ցույց տալ, որ նա հաջողության պատմություններ է կերտում։ Եկեք հիշենք, որ ընդամենը օրեր առաջ հայտարարում էր, որ 50 օրում 50 հաղթանակ է նա կարողացել ձեռք բերել եւ գործընթացը շարունակվում է։ Սա մեկ գործառույթ է, գործողություն է, որը կարելի է ներկայացնել որպես այդ հաղթանակներից մեկը։ Այդ ворթեգրումը որպես երաշխավոր թե որպես ֆասիլիտատոր։ Ես ճիշտ ասած չգիտեմ, թե Միացյալ Նահանգների ղեկավարությունը, այս դեպքում ոչ միայն Թրամփը, այլ նաև ընդհանուր առմամբ ղեկավարությունը, որ տարբերակը ավելի քիչ պատասխանատու եւ ավելի քիչ ծախսեր ենթադրող կհաշվի, որովհետև Թրամփը փորձում է բոլոր գործողություններում հնարավորինս քիչ պատասխանատվություն վերցնել եւ ծախսեր չանել, եթե հնարավոր է կամ անել նվազագույն։
Բնականաբար դա դիտարկվում է նաև ընդհանրապես տարածաշրջանում ունեցած իրենց շահերի հետ։ Տարածաշրջանում կան արդյոք շահեր, որոնք այս պահին կարող են Միացյալ Նահանգների, այսպես ասեմ, շահերից բխել, նույն հաղորդակցությունները եւ այլն, եւ հենց այդ համատեքստում դառնալ երաշխավոր, որպեսզի տարածաշրջանը կայուն լինի։ Մեկ բանի մասին ես արդեն ասացի, սա ոչ թե Միացյալ Նահանգների, այլ անձամբ Տրամպի շահն է, որպես հաջողության պատմություն ներկայացնելը, բայց եթե ավելի գլոբալ դիտարկենք իրավիճակը, հիմնական շահը կարող է լինել Չինաստան-Եվրոպա երթուղին, որի ամենակարճ, ամենահարմար ճանապարհը դա հարավային Կովկասով անցնող ճանապարհն է։ Մենք գիտենք, որ հյուսիսային ճանապարհի հետ կապված հիմա խնդիրներ կան ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, բայց նույնիսկ եթե այդ խնդիրները չլինեն, այդ ճանապարհը ավելի երկար է, քան հարավային Կովկասով անցնողը։ Ծովով ճանապարհը շատ ավելի երկար է, կրկնակից ավելի երկար է ժամանակի առումով, քան հարավային Կովկասով անցնողը, եւ Միացյալ Նահանգները կարող է ցանկանալ մաս կազմել այդ Չինաստան-Եվրոպա հաղորդակցության։ Մենք գիտենք, որ ասիական երկրներից ավելի շատ գալիս է հումք եւ եվրոպական երկրներից եւ ընդհանուր առմամբ արևմուտքից ավելի շատ հետ են գնում տեխնոլոգիաներ։ Սա ոչ միայն ճանապարհի մասին է, սա նաեւ հաղորդակցությունների այլ ոլորտների մասին է, էներգետիկայի մասին է, էներգակիրների մասին է եւ այլն։ Եվ ոչ միայն Չինաստանն է այստեղ ասիական երկրների, իհարկե հիմնականում Չինաստանն է, բայց ոչ միայն Չինաստանն է գլխավոր ուղղությունը, այստեղ կան նաև բազմաթիվ այլ երկրներ, ընդհուպ մինչև Ճապոնիա ճանապարհը, թեև Ճապոնիայի ճանապարհները մի փոքր այլ կերպ են անցնում, բայց սա եւս կարող է հետաքրքիր լինել։ Հնդկաստանի դերը այստեղ շատ կարևոր է, Հնդկաստան-Իրան-Հայաստան ճանապարհով առաջին հերթին, որը խաղաղության խաչմերուկի տրամաբանությունում կարող է լինել այդ միջին միջանցքի համալրող մաս, այսինքն տեսեք այս երկու ճանապարհները, եթե այսպես տարածական ենք փորձում դիտարկել, մեկը մյուսին հատում են եւ զուգահեռ չեն, բայց միմյանց կարող են համալրել, որովհետեւ խաչմերուկի տրամաբանությունը հենց այդ է, որ ուղիները կարող են լինել ոչ միայն ուղղահայաց, այլ նաեւ կարող են խաչվել, կարող են վերև, ներքև, աջ, ցախ բոլոր ուղղություններով շարժվել։ Հայաստանի վարչապետը նաև հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի նախագահի հետ։ Ռուսաստանի դերակատարումը այս գործընթացում ինչպիսի փոփոխության է ենթարկվում։ Եկեք ուշադրություն դարձնենք, որ Ռուսաստանի հիմնական հետաքրքրությունը կապված է ենթակառուցվածքների հետ։ Ես կասկածներ ունեմ, որ խաղաղության պայմանագրից ենթակառուցվածքների մասը հանելու մի մեծ պատճառ Ռուսաստանի հետաքրքրությունն է, որովհետև եթե մյուս կետերի վերաբերյալ կարելի է համաձայնություն ձեռք բերել Ռուսաստանի նվազագույն մասնակցությամբ, որոշ դեպքերում նույնիսկ բացակայությամբ, ապա ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում Ռուսաստանը մինչև վերջ իր շահերը փորձելու էր առաջ տանել, եւ այս հարցում համաձայնությունը կարող էր տարիներ տևել կամ կարող էր ընդհանրապես համաձայնություն չկայանալ, եւ այդ պատճառով հավանաբար ենթակառուցվածքների մասը դուրս հանվեց այն ենթադրությամբ, որ եթե համաձայնությունը լինի այս 17 կետերի շուրջ, որը արդեն տեսնում ենք, որ կա, եւ եթե ստորագրվի այդ համաձայնությունը, գուցե դա ազդեցություն ունենա հետագայում ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի վրա եւ հնարավոր լինի այսպիսով որոշակիորեն առաջընթաց ունենալ նաեւ այս կետում, ունենալով օրինակ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ մնացած կետերի վերաբերյալ եւս ունենալով համաձայնություններ։ Ես կարծում եմ այս իրավիճակում Ռուսաստանի ազդեցությունը ահռելի է հենց նշված ուղղությամբ եւ ամենայն հավանականությամբ Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի հեռախոսազրույցում խոսք է գնացել հատկապես ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ գործընթացների մասին, որտեղ մենք իրականում ունենք լճացում, որտեղ մենք դեռևս առաջընթաց չունենք։ Մի քանի ամիս առաջ, երբ խոսում էինք այս խաղաղության պայմանագրի փաստաթղթի մասին, որ հնարավոր է այս տեսքով ստորագրել, հետևյալ միտքը առաջ քաշվեց փորձագետներից մեկի կողմից, որ սա ըստ էության իրար վրա չհարձակվելու այսպիսի պայմանավորվածություն է։ Բայց մենք երեք տեսանք Ալիևի հայտարարությունները, որ ահա մեղադրում է Հայաստանին, թե նրանք պատերազմի են պատրաստվում։ Արդյոք այս փաստաթուղթը, եթե ստորագրվի, հնարավորություն կունենա կանխելու նման ռազմական գործողություններ։ Եկեք իրատես լինենք, որևէ փաստաթուղթ, որևէ բանավոր կամ գրավոր պայմանավորվածություն
երաշխիք լինել չի կարող։ Երաշխիքներ այսօրվա միջազգային հարաբերություններում գոյություն չունեն։ Ընդհանրապես դա կարող է նվազեցնել ռիսկերը եւ եթե այս համաձայնությունը ստորագրվի, ակնհայտորեն ռիսկերը կնվազեն։ Բավականին կնվազեն, ընդ որում ես ասեմ։ Բայց խոսել այն մասին, թե Ադրբեջանը չի հարձակվելու մեզ վրա, ես կարծում եմ դա իրատեսական չէ, որովհետև ցանկացած պահի, եթե Ադրբեջանը կունենա շարժառիթ եւ կգտնի, որ Հայաստանի վրա հարձակվելու դեպքում կարող է ինչ-որ բան ստանալ, որը հետագայում կարող է նաև լեգիտիմացնել, որովհետև օրինակ կարելի է հարձակվել, վերցնել միջանցքը, բայց այն որևէ մեկի կողմից չընդունվի եւ չկարողանալ այն օգտագործել։ Այդ դեպքում ինչի համար հարձակվել։ Այսինքն, եթե կգա այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը կհավաստիանա, որ կարող է հարձակվել, ինչ-որ բան վերցնել եւ հետագայում դա օգտագործել, որովհետև փաստաթուղթ իրեն չի խանգարելու։ Այստեղ այլ հարց է, որ այդ փաստաթուղթը այս պահին ռիսկերը նվազեցնում է, այդ փաստաթուղթը հնարավորություն է տալիս հետագայում շարունակել աշխատել տարբեր ուղղություններով, այդ թվում ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ, այդ փաստաթուղթը հնարավորություն է տալիս Հայաստանին օրինակ շարունակել զինվել եւ Ադրբեջանի կողմից դրա վերաբերյալ գործողություններ, դրան դեմ գործողությունները խափանել, թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանը աշխատի դրա դեմ եւ այլն, այսինքն այս փաստաթուղթը նվազեցնում է ռիսկերը եւ ոչ թե երաշխիք է եւ ես ցանկանում եմ մեկ հավելում եւս անել, ես կանխատեսում եմ շատ մեծ է հավանականությունը, որ նույնիսկ երբ փաստաթուղթը ստորագրվի, վավերացվի եւ արդեն գործի, Ադրբեջանը շատ արագ ժամանակ առ ժամանակ իհարկե, բայց շատ արագ սկսելու է մեղադրել մեզ փաստաթղթի որոշ կետեր խախտելու մեջ։ Անկախ նրանից մենք դա կխախտենք թե ոչ, սա եւս մեկ գործիք է դառնալու, որի միջոցով որ Ադրբեջանը փորձելու է Հայաստանին ապակառուցողական ներկայացնել, ինչը կարծում եմ նորմալ է, մենք պետք է սովորենք ապրել այդ պայմաններում եւ մենք ինքներս էլ պետք է սովորենք նույն կերպ վարվել։ Հիմա Ադրբեջանը երբ խոսում էր սահմանադրության մասին եւ Մինսկի խմբի մասին, ըստ էության այս հարցում կարծես թե Հայաստանը որոշակի փոփոխություններ անում է, գուցե ոչ Ադրբեջանի պահանջով, բայց սահմանադրության փոփոխություն անելու է, ինչ այս սահմանադրական դատարանի որոշումը կար, որը ասում էր, որ որևէ նկարտումներ այլ տարածքների նկատմամբ չկան եւ այլն։ Եվ Մինսկի խմբի հարցում եւս մենք լսել ենք վարչապետի հայտարարությունը։ Հիմա արդյոք սրանք վերջինն են Ադրբեջանի կողմից, ինչպես դուք ասացիք, հնարավոր է, որ նաև այլ բաներում փորձի մեղադրել։ Տեսեք, ես կարծում եմ, որ եթե նպատակահարմար լինի Ադրբեջանի ստորագրել համաձայնությունը, Ադրբեջանը ոչ սահմանադրության մասին, ոչ Մինսկի խմբի լուծման մասին չի խոսի։ Այսինքն սրանք ոչ թե պահանջներ են Հայաստանի ներկայացված, որոնք որ պետք է անպայման կատարել, որպեսզի նրանք ստորագրեն, այլ սրանք հնարավորություններ են Ադրբեջանի համար դեռևս չստորագրել այդ համաձայնությունը։ Եթե առանձին վերցնենք Մինսկի խմբի հարցը, Հայաստանը պատրաստ է ցանկացած ժամանակ լուծել եւ փառք Աստծո, որովհետեւ Մինսկի խումբը իմ գնահատմամբ սխալ ձևաչափ է եղել եւ Մինսկի խմբի լուծարումը նաեւ Հայաստանի շահերից է բխում հենց Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համատեքստում եւս եւ Սահմանադրության հարցը, այո, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ սահմանադրությունը փոխելու մտադրություն ունեն, բայց դա Հայաստանի իշխանություններից կախված չէ եւ հնարավոր է, որ տեսականորեն, որ Հայաստանի ժողովուրդը տասնյակ տարիներ համաձայնություն չտա ցանկացած սահմանադրության փոփոխության։ Դա ինչ է նշանակում, որ Հայաստանը եւ Ադրբեջանը տասնյակ տարիներ շարունակելու են չունենալ հարաբերություններ, սա խելամիտ չէ։ Շնորհակալություն, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Ռոբերտ Ղևոնդյանն էր։